Ողջույն, սիրելի Գյումրի, ո՞նց եք։ Սիրելի գյումրեցիներ, ես այսօր երբ որ գալիս էի Գյումրի, ես զգում էի Գյումրու հրաշք էներգետիկան։ Ես զգում էի Գյումրու համուհոտը, կոլորիտը, եւ դա իմ մոտ միայն ու միայն շատ դրական զգացողություններ էր առաջացնում։ Բայց երբ որ անցնում էի քաղաքով մեկ ու մեջ նաև զգում էի անցյալի ուրվականներից մի երկուսին, որոնք ուզում են Գյումրում վերադառնալ Գյումրու միջոցով, բայց ոչ միայն Գյումրում։ Պատահականորեն կամ ոչ, այդ նույն անցյալի երկու ուրվականների ներկայությունը ես 2021 թվականից հաճախ զգում եմ նաև ազգային ժողովում։ Այդ երկու ուրվականները, որոնք քաղաքական դամբարանից փորձում են վերադառնալ եւ վերազավթել Հայաստանը, այսօր ուզում են Գյումրին դարձնել իրենց համար վերադարձի ճակատամարտի դաշտը, որը չպետք է թույլ տալ։ Սիրելի ժողովուրդ, մենք, սիրելի գյումրեցիներ, մենք ձեզ հետ ազնիվ ենք եւ ազնվությունը անկյունակարն է ամեն ինչի։ Դուք գիտեք մենք ով ենք։ Դուք գիտեք, որ սա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Դուք գիտեք, որ մեր առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Դուք գիտեք, որ ընտրում եք մեր կուսակցությունը Սարիկ Մինասյանին եւ դուք գիտեք, որ մենք ենք քաղաքական պատասխանատվությունը կրելու։ Բայց նրանք, ովքեր որ տարատեսակ դեմքերի, տարատեսակ քողերի տակ թաքնված, այսօր ուզում են Գյումրում վերազավթել իշխանությունը, ուզում են եւ չեն ուզում հատկապես, որ դուք քաղաքական պատասխանատվության կանչեք մի օր նրանց, որովհետեւ իրենք միշտ թաքնվել են ձեր հետևում, որովհետեւ իրենք միշտ թաքնվել են ժողովրդի թիկունքում, որովհետեւ քաղաքական առաջնորդը պիտի գնա ժողովրդի առջևից, որպեսզի առաջինը ընդունի հարվածները։ Եվ սա է առաջնորդությունը, եթե դու առաջնորդություն ես ստանձնել, դու պիտի գնաս առջևից։ Եվ մեր ու իրենց միջև տարբերությունն է նա, որ իրենք այսօր նորից թաքնվում են ուրիշների հետևում։ Նորից ուրիշների տարատեսակ խմբավորումների թիկունքում թաքնված ուզում են Գյումրիում վերազավթել իշխանությունը։ Սիրելի ժողովուրդ, երեկ մենք ազգային ժողովում քննարկում ենք մի հարց եւ այդ նախկին նախագահներից մեկի թիմակցի վերաբերյալ եւ դատախազությունը ըստ էության քրեական գործ ինչի մասին էր նաեւ, որ ժամանակին այս իշխանության ներկայացուցիչները մանկապարտեզը մասնավորեցրել էին, մանկապարտեզ էին գողացել, հասկանում եք։ Մենք այսօր ասում ենք Գյումրիում մանկապարտեզները անվճար ենք սարքելու։ Մենք մանկապարտեզներ ենք կառուցում, մենք մանկապարտեզն ենք անվճար սարքում, նրանք մանկապարտեզ են գողացել։ Եթե մենք մանկապարտեզ ենք կառուցում, մանկապարտեզ ենք անվճար դարձնում, մենք այս երկրի հետ ապագա ենք կապում։ Մենք ուզում ենք երեխաներ ծնվեն, մենք ուզում ենք այդ երեխաները գնան մանկապարտեզ, դպրոց, մենք ուզում ենք ապագա կառուցել այստեղ։ Բայց այսօր այդ մանկապարտեզի գողերը ցանկանում են նորից Գյումրիում վերազավթել իշխանությունը։ Եվ դուք ձեր քվեարկությամբ նրանց արժանի պատասխանը վստահ եմ տալու եք ընտրության օրը։ Անցյալի ուրվականը պիտի մնա քաղաքական դամբարանում, որտեղ իր արժանի տեղն է։ Ամեն ինչ շատ պարզ է, ժողովուրդ։ Հայաստանի կառավարությունը, այն ինչը որ լավ է Գյումրու համար, լավ է կառավարության համար։ Այն ինչը որ լավ է կառավարության համար, լավ է Գյումրու համար։ Սա շատ պարզ է, ջրի պես պարզ է։ Իսկ ահա կան մարդիկ, ովքեր մտածում են սենց, Գյումրիում գան իշխանության, հետո Գյումրին օգտագործեն որպես ռինգ, իշխանությանը այստեղ ամեն կերպ հարվածելով եւ Գյումրին օգտագործելով որպես ընդամենը աստիճան բարձրանալու իշխանության գագաթին, որտեղ որ մենք տեսել ենք ինչպես են նրանք վարվել ձեզ հետ եւ որտեղից որ ժողովուրդը 2018 թվականին նրանց վզից բռնելով նետել է քաղաքական աղբանոցը։ Եվ մենք դա չպետք է թույլ տանք։ Եվ գյումրեցին ընտրության գնալով
ընտրելու է առաջին հերթին իր համար, բայց գյումրեցին ընտրելու է բոլորիս համար։ Եվ այսպես քվեաթերթիկ համար մեր քվեաթերթիկ համար շնորհակալություն։